Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ, որով նախատեսվում է հոգեբուժական հաստատություններում արտագնա դատական նիստեր անցկացնելու հնարավորություն։ Ապահովելու համար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց պատշաճ մասնակցությունը իրենց վերաբերյալ իրականացվող վարույթներին։ Նախագիծը նաև սահմանում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու սեղմ ժամկետներ։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել կարևոր նախաձեռնություններով, դրանցից մեկը քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը վերաբերում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշտապես արձանագրել է, որ բժշկական հաստատություններում տեղավորվող անձանց դատական քննությանը մասնակից դարձնել, ինչպես նաև նրան իրավաբանական օգնություն տրամադրել է հիմնարար երաշխիքներ են կամայականության դեմ։ Նախագիծը ուղղված է քրեական դատավարությունում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրական պաշտպանության եւ արդյունավետության ամրապնդմանը, հիմնականում դատական լիստերը իրականացվում են դատարանների շենքերում եւ հոգեկան առողջություն ունեցող անձանց համար որոշակի բարդություն է առաջանում դատարան հասնելու համար եւ բժշկական առումով որոշակի դեպքերում հակացուցվում է։ Այստեղ ինչ խնդիրներ են առաջանում, անձը փաստացի զրկվում է անմիջականորեն մասնակցելու դատական քննությանը, ինչպես նաեւ զրկվում է լսված լինելու իրավունքից։ Բացի այդ, սույն նախագիծը իմ կարծիքով առաջնահերթություն է տալի մարդու առողջությանն ու արժանապատվությանը։ Արտագնա դատական նիստերի անցկացման պարագայում դատարանը հնարավորություն է ունենում անձամբ գնահատել անձի առողջական վիճակը եւ չառաջնորդվել միայն փաստաթղթերով։ Նախագիծը հիմնականում վերաբերում է երկու հիմնական խնդրի՝ արտագնա նիստերի անցկացման սահմանափակ հնարավորություններին եւ քրեական վարույթը փոխակերպելու ժամկետների բացակայությանը։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի զեկույցում արձանագրվել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք հաճախ չեն մասնակցում դատական նիստերին։ Նման իրավիճակներ հանդիպում են նաև փաստաբանական պրակտիկայում։ Գործնականում ինչ խնդիրներ են առաջանում։ Տեսեք, դատարան ներկայացնում են անձանց այն վիճակում, երբ որ գտնվում են հոգեպես շատ ծանր վիճակում եւ նրանց ֆիզիկական այնտեղ ներկայացությունը որևէ արդյունք չի տալիս կամ առհասարակ չեն ներկայացնում պատճառաբանելով, որ բժշկական հակացություններ կան։ Եվ երրորդ իրավիճակներում, երբ առհասարակ չի քննարկում նման անձին դատական նիստին ներկայացնելու հարցը։ Այս պարագայում խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը այն առումով, որ փաստացի անձը չի կարողանում իր դիրքորոշումը հայտնել որևէ ձևով, նսեմացվում է վերջինիս անձամբ մասնակցելու իրավունքը, ինչպես նաև դատարանները որոշումը կայացնում են առանց անձի բուն հոգեվիճակը անձամբ գնահատելու, քանի որ դատարանները նաև ներքին համոզման հիման վրա են առաջնորդվում, պետք է նաև անձամբ տեսնեն եւ ընկալեն վերջինիս առողջական վիճակը, այլ ոչ միայն փաստաթղթերով ուսումնասիրել։ Քննիչը քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում պետք է կայացնի անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հիմքնի հայտ գալուց հետո 24 ժամվա ընթացքում։ Ըստ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի, գործնականում փորձաքննվողը փորձաքննության ավարտից հետո 7-8 օր հավելյալ պահվում է հոգեբուժական հաստատություններում։ Քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպման ժամկետների հստակ սահմանումը առանցքային նշանակություն ունի անձի անձնական ազատության եւ անվտանգության առումով, եւ խոսքը ոչ միայն ընդհանցակարգային ճշգրտման մասին է, այլ ազատությունից զրկման իրավաչափության սահմանագծի մասին է։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած դիտարկումները, որ 7-8 օր անձը գտնվում է անորոշ կարգավիճակում, այսինքն փորձագետի եզրակացությունը ստացվում է, սակայն որևէ գործողություն չի կատարում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների վարույթ հարուցելու հարցում, այսպես ասած ստեղծվում են որոշակի առումով մոխրագույն գոտի։ Ինչն է սա խնդիրը։ Չկա քրեական վարույթ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ հարուցելու վարույթ, բայց փաստացի անձը գտնվում է անազատության մեջ։ Սա շատ լուրջ խնդիր է, որը այս ժամկետների ներմուծմամբ որոշակի առումով կանոնակարգվում է։ Պաշտպանական կողմի համար պարզ է դառնում, թե երբ պետք է հարուցվի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները։ Մտնում է նաև իրավական որոշակիություն։ Ներկայումս մեր ընկերությունը այդպիսի վարույթներ չունի, սակայն գործընկերների հետ քննարկելու ընթացքում վերջինների դիրքորոշումը այս հարցերի հետ կապված նույնն է եւ նախագծի քննարկման արդյունքում բոլորը համակարծիք են այն առումով, որ թե ժամկետների առումով, թե արտագնահատական նիստեր հրավիրելու հարցում դա միանշանակ շատ կարևոր հանգամանք է, քանի որ փաստացի անձը չի կարողանում իր դիրքորոշումը հայտնել եւ դատարանները որոշումը կայացնում են բացառապես փորձագետի եզրակացության
հիման վրա եւ ըստ դրա որոշում է թե անձը ինչ տիպի հոգեբուժական հաստատությունում պետք է շարունակի գտնվել անազատության մեջ։ Մեկ այլ առաջարկով Արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու առաջարկ է ներկայացրել։ Նախագիծը նախատեսում է տնային կալանավորներին հնարավորություն տալ շարունակել հեռավար կրթությունը հաղորդակցության սահմանափակումներից բացառություն սահմանելով։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասի համաձայն տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը։ Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում փոստային առաքանուց։ Հանրային քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել հստակ եւ նպատակային լրացում։ Մասնավորապես նախագծով առաջարկվում է ամրագրել, որ այն դեպքերում, երբ անձի նկատմամբ որպես խափամիջոց է կիրառվում տնային կալանքը եւ զուգահեռ կիրառվում են նաեւ հաղորդակցության տարբեր ձևերից օգտվելու սահմանափակումներ, այդ սահմանափակումները կարող են չտարածվել այն հաղորդակցության ձևերի վրա, որոնք անհրաժեշտ են տնային կալանքի պայմաններում անձի կրթական իրավունքի իրացումը ապահովելու համար հեռավար ձևաչափով։ Մասնավորապես գործող իրավակարգավորների պայմաններում տնային կալանքի ընթացքում կիրառվող սահմանափակումները բավականին լայն շրջանակ են նախատեսում, սակայն որևէ կերպ ամրագրված չէ, թե այդ սահմանափակումների շրջանակում ինչպես է իրացվելու անձի կրթության իրավունքը։ Այս նախագիծը միտված է հենց այդ բացի լրացմանը եւ տնային կալանքի պայմաններում անձի հատկապես անչափահասների կրթության իրավունքի ապահովմանը։ Նախագծի ընդունմամբ կապահովվի տնային կալանավորների սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքի իրականացումը, կստեղծվեն անհրաժեշտ իրավական նախապայմանները մեղադրյալների կրթության շարունակականության համար, միաժամանակ ապահովելով խափանման միջոցի արդյունավետությունը։ Օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած է շատ պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր խնդիր։ Մասնավորապես սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուր անձի կրթության իրավունքը եւ միաժամանակ տնային կալանքի տակ գտնվելը ինքնին չի դադարեցնում այդ իրավունքի իրականացման ապահովման պետության պարտականությունը։ Սակայն գործնականում բախվում ենք հետեւյալ իրավիճակին, տնային կալանքը ենթադրում է ազատ տեղաշարժման իրավունքի էական սահմանափակումներ։ Հետևաբար անձը գտնվելով տնային կալանքի տակ ֆիզիկապես չի կարող հաճախել ուսումնական հաստատություն, մասնակցել դասապրոցեսին կամ ուսումնական գործընթացներին։ Այս խնդիրը տեսականորեն կարող է լուծվել հեռավար կրթության ձևաչափով, սակայն տնային կալանքի ընթացքում կիրառված սահմանափակումները հանդիսանում են խոչընդոտ։ Հետևաբար պայմանավորված է նախագծի մշակման անհրաժեշտությունը հենց այս հանգամանքով։ Ի տարբերություն տնային կալանքի, կալանք խափանման միջոցը, որը ենթադրում է շատ ավելի մեծ եւ լրիվ ծավալով անձանց ազատությունից զրկում, այսօր մենք կարողանում ենք քրեակատողական հիմնարկներում ապահովել կալանավորված մինչև 19 տարեկան անձանց կրթության իրավունքը, մասնավորապես իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման ՊՕԱԿ-ը ունի հանրակրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա եւ հենց այս ՊՕԱԿ-ի միջոցով քրեակատողական հիմնարկներում ապահովում է կալանավորված անձանց միջնակարգ եւ հիմնական կրթության իրավունքը։ Մինչդեռ տնային կալանքը, որը ենթադրում է ավելի նվազ միջամտություն անձի ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքին, փաստացի այսօր այդ հնարավորությունը չի ընձեռում։ Հետևաբար նախագծի մշակման կարևորությունը նաեւ այս տեսանկյունից է պետք դիտել։ Դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս հաղորդակցության սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար հեռավար կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ, ինչպես է այս կարգավորումը հավասարակշռում խափանման միջոցի արդյունավետությունը եւ անձի հիմնարար իրավունքները։ Ցանկանում եմ հատուկ շեշտադրել, որ տնային կալանքի արդյունավետությունը այս հնարավորությունից որևէ կերպ չի կարող տուժել։ Մասնավորապես տնային կալանքը շարունակում է պահպանվել, վերահսկողությունը շարունակում է պահպանվել եւ տնային կալանքի ընթացքում կիրառվող սահմանափակումները եւս շարունակում են ամբողջ ծավալով պահպանվել բացառությամբ անձի կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունից։ Ընդ որում, այս դեպքում պետք է նշեմ, որ իրավական նորմը, որը ձևակերպվել է օրենսդրական նախագծով, ոչ թե իմպերատիվ պահանջի տեսքով է ձևակերպված, այլ հայցողական լիազորություն է սահմանում դատարանի համար եւ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործի հանգամանքի եւ ներկայացված տվյալների հիման վրա կարող է գնահատել արդյոք այս դեպքում այս անձին պետք է բացառություն սահմանել կրթության իրավունքի մասով, թե ոչ։ Պրակտիկայում ունեցել են իրավիճակներ, երբ անձինք զրկված են եղել կրթության իրավունքից եւ տնային կալանքի տակ գտնվելու պայմաններում չեն կարողացել
ապահովել եւ շարունակել իրենց կրթությունը։ Անգամ եղել են դեպքեր, երբ տնային կալանքի տակ գտնվող անձը կանգնել է կրթական դասապրոցեսից, տնական գործընթացներից դուրս մնալու վտանգի եզրին։ Ներկայացվող փոփոխությունը հիմնավորվում է նաև միջազգային իրավական ստանդարտներով, երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, Պեկինյան կանոններով եւ Ռիադյան ուղենիշերով, որոնք շեշտադրում են անազատության մեջ պահվող անձանց, մասնավորապես անչափահասների կրթության իրավունքի կարեւորությունը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն անչափահասները, որոնք դուրս են մնում կրթական ծրագրերից, նրանց շրջանում կրկնահանցագործություն կատարելու ռիսկը շատ ավելի բարձր է։ Իսկ կրթական միջավայրը ոչ միայն ապահովում է անձանց կրթական իրավունքի իրացումը, այլ նաև ապահովում է, որպեսզի այն անձինք, ովքեր բախվել են քրեական արդարադատության հետ, կարողանան պահել կապը հասարակության հետ եւ մեծ հաշվով կրթական ծրագրերին մասնակցությունը նաև ապահովում է այդ անձանց հետագա վերաինտեգրումը եւ վերասոցիալականացումը։ Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու եւ օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վերհանելու պահանջներից։